Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԻՄԵԴ-ի և Post-TV հեռուստաընկերությունների արգելափակման մասին բրիտանական որոշումը որակում է որպես լրատվամիջոցների վրա բացահայտ հարձակման օրինակ։ Կոբախիձեի թիմի դիրքորոշումը Կոբախիձեն ներկայացրեց կուսակցության կենտրոնական գրասենյակում քաղաքական խորհրդի նիստից հետո։ Նիստը տևեց 1 ժամից ավել, ներկա էր գտնվում նաև Բիձինա Իվանիշվիլին։ Կոբախիձեի խոսքով բրիտանական արգելքը կառավարվում է պետդեպարտամենտի կողմից։ Նա նաև ընդգծեց վրացական ընդդիմության և 3-րդ հատվածի ներգրավվածությունը գործընթացում։ Քաղաքական հարթակի քննարկման առանցքայնում է Մեծ Բրիտանիայի միջազգային թափանցիկության ուսումնասիրությունը, որի համաձայն Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր Մեծ Բրիտանիան Ռուսաստանի հետ կնքել է առնվազն $8 միլիարդ 29,000 առևտրային գործարք։ Իշխող թիմը պնդում է, որ երբ Մեծ Բրիտանիան կոչ է անում այլ երկրներին պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, սակայն ինքն է խախտում պատժամիջոցների քաղաքականությունը։ Ընդդիմությունը պնդում է, որ այս ուսումնասիրությունը ոչինչ չի նշանակում և որ Եվրոպան կանգնած է Ուկրաինայի կողքին։ ԻՄԵԴ-ի հեռուստաընկերությունը բանկային հաշիվ է բացել ի պատասխան բրիտանական պատժամիջոցների։ Մեդիա հոլդինգը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում ասվում է. Չնայած մեր դեմ ցինիկ փաստարկներին և ստեղծված արհեստականորեն աղմկին, մենք ուզում ենք մեր հեռուստադիտողներին ասել, որ ԻՄԵԴ-ին որևէ խնդիր չունի, այդ թվում ֆինանսական։ Միակ արժեքավոր գնահատականը վրաց ժողովրդի վստահությունն է։ Այս վստահության շնորհիվ մենք ունենք ամենաբարձր վարկանիշը։ Մենք երբեք խնդիր չենք ունեցել գովազդի կամ ներդրումներ ներգրավելու հետ կապված։ Մեծ շնորհակալություն այն ընկերություններին և կազմակերպություններին, որոնք վերջին օրերին համերաշխություն են հայտնել մեզ և հայտարարել են, որ ԻՄԵԴ-ին կշարունակի ստանալ իրենց ֆինանսական աջակցությունը։ Նրանց թվում են մի քանի բանկեր, չնայած հնարավոր դժվարություններին, պատրաստակամություն են հայտնել բանկային ծառայություններ մատուցել հեռուստաընկերությանը։ Մենք լավ գիտակցում ենք նրանց գործունեության ռիսկերը, մենք չենք ցանկանում նրանցից որևէ մեկին հարվածի տակ դնել և նրանց նկատմամբ որս հայտարարել այն ուժերի կողմից, որոնց անմիջական մասնակցությամբ 2007 թվականից ի վեր նրանք երկրորդ անգամ հարձակվել են ազատ լրատվամիջոցների և խոսքի ազատության վրա։ Առանց որևէ հապաղման մենք կապահովենք բացարձակապես բոլոր աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը և համապատասխան հարկային պարտավորությունների կատարումը։ Մենք ԻՄԵԴ-ի հոլդինգի նոր հիմնադիրներս հեռուստաընկերության հավատարիմ ընկերների և հովանավորող ֆինանսական աջակցությամբ բոլոր համապատասխան ընթացակարգերի պահպանմամբ հնարավորինս կարճ ժամանակահատվածում ընդամենը մի քանի ամսվա ընթացքում կստեղծենք մեր սեփական բանկը ԻՄԵԴ բանկ անվամամբ։ Վիզաների կասեցումը կարող է տարածվել ամբողջ բնակչության վրա, եթե իշխանությունները չլուծեն խնդիրները։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի նախագահի կողմից վրացական ընդդիմությանը ուղարկած նամակում, որը տարածվում է լրատվամիջոցներով։ Փաստաթղթից երևում է, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին նախկինում բանտից նամակ են ուղարկել Զուրաբ Գիրչի-Ջափարիձեն, Էլեն Խոշտարյան, Նիկա Գվարամյան, Նիկա Մելյան, Լևան Խաբեիշվիլին, Գյորգի Վաշաձեն, Իրակլի Օքրուաշվիլին, Գիվի Թարգամաձեն 2025 թվականի սեպտեմբերի 22-ին։ Եվրահանձնաժողովի նախագահը գրում է, որ Եվրամիության անդամ պետությունները քննարկում են Վրաստանում հետագա միջոցառումների հարցը։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի պատասխանը ընդդիմության նամակին թվագրված է փետրվարի 25-ով։ Իշխող կուսակցությունը քննադատում է հանրապետական կոնգրեսական Ջու Ուիլսոնի կողմից ներկայացված օրինագիծը և հույս ունի, որ պահպանողական ուժերը թույլ չեն տա, որ փաստաթուղթը ընդունվի։ Ընդդիմությունը պնդում է, որ վրացական երազանքը խաբում է բնակչությանը, կարծես թե կա Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները գերածանրաբեռնելու հեռանկար։ Հիշեցնենք, ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատում ներկայացվել է օրինագիծ, որը նախատեսում է Վրաստանում ռուսական և չինական հետախուզական ակտիվների վերաբերյալ զեկույցի պատրաստում։ Օրինագծի նպատակն է խնդրել Վրաստանում ռուսական և չինական հետախուզական ակտիվների վերաբերյալ զեկույց, ինչպես նաև այլ նպատակներով։ Աշխատանքային միգրացիայի մասին օրենքում փոփոխությունները ուժի մեջ կմտնեն մարտի 1-ից։
Այս լուրի կապակցությամբ պետական զբաղվածության խթանման գործակալությունը այլ համապատասխան գործակալությունների հետ միասին հանդիպում է անցկացրել բիզնեսի, գործատուների եւ բանկային ասոցիացիաների հետ։ Քննարկումը տեղի է ունեցել հարց ու պատասխանի ռեժիմով։ Փոփոխության համաձայն օրինական աշխատանքի համար, այդ թվում հեռակա աշխատանքի համար օտարերկրյա քաղաքացին պետք է ստանա աշխատանքի իրավունք։ Ուկրաինայում Վոլոդիմիր Զելենսկին անվստահության առումով ամենաառաջատարն է։ Հարցվածներից 38%-ը նրան անվանում է անվստահելի անձնավորություն։ 2026 թվականի փետրվարին միջազգային սոցիոլոգիական Ափսոս ընկերությունը Ուկրաինայում անցկացրել է լայնածավալ սոցիոլոգիական հարցում։ Ամենաանվստահելի մարդկանց առաջին քառյակում են Կիրիլ Բուդանովը 23%, Ալեքսանդր Ուսիկը եւ Վալերի Զալուժնին 22%, հարցերից մեկը վերաբերում է որպես անվստահելի անձնավորություն լինելը։ Վարկանշային սանդղակում առաջին տեղում է Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնի 63%, հաջորդը բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը 56% եւ Ուկրաինայի ռազմական հետազոտության ղեկավար Կիրիլ Բուդանովը 55%։ Չորրորդ տեղում է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին 49%։ Հարցվածների 37%-ը կարծում է, որ երկիրը գնում է սխալ ուղղությամբ, իսկ 29%-ը մտածում է, որ ճիշտ ուղղությամբ է գնում երկիրը։ Ուկրաինայի նախագահը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ խաղաղության բանակցությունների համար, բայց տարածք չի զիջի։ Այս մասին ասել է Վոլոդիմիր Զելենսկին Sky News-ին տված հարցազրույցում։ Նա կոչ է արել Վաշինգտոնի վարչակազմին խստացնել պատժամիջոցները ռուս առաջնորդների ընտանիքների դեմ եւ Ուկրաինային տրամադրել ավելի ժամանակակից զենք, քանի որ միայն ճնշման ուժեղացումը կստիպի Մոսկվային լուրջ վերաբերել բանակցություններին։ Ուկրաինայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջև եռակողմ բանակցությունների հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի սկզբին Արաբական Միացյալ Էմիրություններում։ Ժնևում քննարկումները արդեն ավարտվել են։ Շվեյցարիայում կայացած հանդիպման վերաբերյալ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարը Ռուստոմ Ումերովը գրել է սոցիալական ցանցում, նշելով, որ կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել տնտեսական բլոկին եւ Ուկրաինային աջակցության երկարաժամկետ մեխանիզմներին։ Նրա խոսքով կառավարության տնտեսական թիմի, այդ թվում նախարար Ալեքսեյ Սոբոլևի եւ նրա ամերիկացի գործընկերների հետ միասին նրանք մշակել են Ուկրաինայի վերականգնման վերաբերյալ փաստաթուղթ։ Սլովակիան եւ Հունգարիան ստեղծում են քննչական հանձնաժողով Դրուժբա խողովակաշարի վիճակը հետաքննելու համար։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետը Վիկտոր Օրբանը։ Օրբանը հայտարարությունը արել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Փիցոյի հետ հեռախոսազրույցից հետո։ Հունգարիայի վարչապետի խոսքով Վոլոդիմիր Զելենսկին եւ նրա թիմը պնդում են, որ խողովակաշարով մատակարարումների վերահսկումը անհնար է տեխնիկական խոչընդոտների պատճառով, ինչը սպառնում է եւ Հունգարիայի եւ Սլովակիայի էներգետիկ անվտանգությանը։ Հունվար ամսին Վրաստանի տնտեսությունը աճել է 7.9%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով աճին զգալիորեն ներդրում են ունեցել հետևյալ ոլորտները՝ տեղեկատվություն եւ կապ, ֆինանսական եւ ապահովագրական գործունեություն, հանքարդյունաբերություն, հյուրանոցներ եւ ռեստորաններ։ Բացի այդ, նվազման միտում է նկատվել շինարարության եւ առևտրի ոլորտներում։ Կառավարության տնտեսական աճի կանխատեսումը 5% է։ Երկրի վարչապետը այսօր խոսել է նաև տնտեսական աճի միտումների մասին։ Իրակլի Կոբախիձեի խոսքով կառավարության ճիշտ տնտեսական քաղաքականության արդյունքում երկիրը 2026 թվականին կունենա նախատեսվածից ավելի բարձր տնտեսական աճ։ Բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումների շրջանակներում կրթության նախարարը շարունակում է հանդիպումները պետական համալսարանների ներկայացուցիչների հետ։ Քննարկումը տեղի է ունեցել Զուգդիդի պետական համալսարանում։ Գիվի Միքաուտաձեն վարչական աշխատակիցներին եւ ակադեմիական անձնակազմին ներկայացրել է բարեփոխումների գործընթացի հիմնական ուղղությունները։ Ուշադրություն է դարձվել աշխատաշուկայի պահանջներին կենտրոնացած նոր ծրագրերի մշակմանը, ինչպես նաեւ ենթակառուցվածքների բարելավման կարեւորությանը։
Օդերևույթաբանների կանխատեսմամբ այսօր եւ վաղը Թբիլիսիում կանխատեսվում է անձրևոտ եղանակ։ Անձրևոտ եղանակ է սպասվում նաեւ Վրաստանի ողջ տարածքում ցածրադիր վայրերում։ Լեռնային եւ բարձրալեռնային շրջաններում ձյան ծածկույթը կավելանա։ Մարտի 1-ից 2-ը տեղումների ինտենսիվությունը կնվազի։ Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով կենտրոնական ճանապարհներին սահմանափակումներ են գործում։ Ցխեթա-Ստեփան-Ծմինդա Լարսի մայրուղում եւ Գուդաուրի կոփի հատվածում ժամանակավորապես արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Իսկ առածյան եւ մերկասառույցի պատճառով սահմանափակումներ են գործում կցորդով եւ կիսակցորդով տրանսպորտների համար հետեւյալ հատվածներում՝ Գոմի, Սաչխերե, Ճիաթուրա, Զեստափոնի, Խաշորի Վալեեսի, Կոդա Փարցխիսի Մանգլիսի Ծալկանինո Ծմինդա, Ախալցի Խենինո Ծմինդա հատվածներում,